Հրապարակ թերթը գրում է. «Երեկ կեսօրից հետո Դալմամոլի ավտոկայանատեղիում 3 դիմակավորված անձ հարձակում էին գործել հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանի հաղորդմամբ անսպասելի հարձակվել էին թիկունքից, վնասվածքներ հասցրել, Հակոբյանին տեղափոխել էին Իզմիրյան բժշկական կենտրոն։ Շատերը զարմացել են, թե ինչու պետք է իշխանության հրահանգով դիմակավորված մարդիկ հարձակվեին Միհրան Հակոբյանի վրա։ Ոմանք դա պայմանավորեցին նրա ֆեյսբուքյան կոշտ գրառումներով, որոնցում Փաշինյանին մշտապես բնորոշում է խեղկատակ բառով, սակայն ոմանց կարծիքով ծեծի պատվիրատուն ԱԱԾ երիտասարդ տնօրենն է։ Միհրան Հակոբյանն օրերս ֆեյսբուքյան գրառում էր արել, թե ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը եւ գլխավոր դատախազ Վարդապետյանը կապված են միմյանց հետ։ Ժամեր անց Հակոբյանը հեռացրել էր գրառումը, բայց ոմանք սկրինները պահել են, իսկ ԱԱԾ տնօրենն էլ ենթադրաբար իր սրտի դավթարում է այն պահել եւ որոշել է անպատիժ չթողնել, քանի որ նա ամուսնացած է եւ այդ գրառումը ըստ տելեգրամյան ալիքների դարձել է ընտանեկան սկանդալի պատճառ։